Իրականում շատ հուզված եմ, լինելով հերոսի մայր, որը 18 տարի պահեց, մեծացրեց տանջանքով ինչ ձև, հայրենիքին տվեց զավակ և չմտածելով, որ 2 ամսվա զինծառայողը կարող է լինել մարտական դիրքում։ Շատ հուզված եմ, ասելու չի, անկեղծ։ Այսօր Ռոբերտի տարեդարձն ենք նշում, իր ընկերների, իր ավագ ընկերների, նաև այսօր ճիշտն ասած Ռոբերտի համար գիրք է գրվել, որի շնորհանդեսն էր այսօր, որի գրողը Համահայկական միության նախագահ Աբգար Ափինյանն է, որին խորին շնորհակալություն ենք հայտնում նման ձևով գիրք տպագրելու համար։ Ես անկեղծ եմ ասում, իրեն այսքան նյութեր չեմ տրամադրել, ինքը պրպտելով Ռոբերտի կյանքը, նայելով, հասկանալով, հարցնելով, ինքը կազմել է գիրք։ Ցավում եմ, Ռոբերտից գիրքը 40 էջանոց գիրք է, որովհետև նա չհասցրեց ունենալ բավականին հատորներ, և Ռոբերտը ապրելով 18 տարի ունեցավ մի այնպիսի կյանք, որ մի ամբողջ հավերժություն իրան կարող են հիշել, իսկ մարդ լինելով բավականին տարիքով մարդ չի կարողանա նման անուն թողել։ Ես հպարտ եմ, որ ունեմ նման որդի, ես հպարտ եմ, որ ճիշտ է գլուխս խոնարհվում եմ, ասում են հպարտ քայլիր, բայց չես կարողանում, երբեմն պահ է գալիս, որ դու ինքդ քո բանականությանը դավաճանում ես, շատ դժվար է ապրել այս կյանքում ապրել, որդի կորցրած ծնողը այս կյանքում չի ապրում, ինքը ուղղակի գոյատևում է։ Ինչ է նկարագրված գրքի մեջ։ Գրքի մեջ նկարագրված է իր ամբողջ կյանքի հիշողությունները, նկարագրված էր իր դասղեկի, իր մանկապարտեզի դաստիարակչուհու խոսքերը, շատ հետաքրքիր գիրք է, որ ընթերցողն էլ հաստատ չի հոգնի, որովհետև շատ հետաքրքիր գիրք է, եթե դժվար չի լինի, Նարեկ ջան, կարող ենք մենք ընթացքում մոտիկանալ, դուք գիրքը ուսումնասիրեք, տեսնեք։ Խնդրեմ, համեցեք համել ներկայացեք։ Սիրով, Նարեկ ջան։ Ռոբերտիս գիրքն է, մենք բազում գրքեր ենք տպագրվել հերոսների համար, ուղղակի ընդեղ տպագրվում է միանգամից հերոսի նվիրված ինչ-որ կենսագրություն, իսկ այս կենսագրությունը ինքը շատ հետաքրքիր մանրապատումներով է գրված, որ ընթերցողը երբեք չհոգնի, ասենք ստեղ գրվում է, որ այս կյանքում ամեն բան սկիզբ ունի, ու սկսվում է իր կյանքի սկիզբը։ Հաջորդը այստեղ արդեն 18 տարեկան, ով այնքան շատ բաներ հասցրել անել։ Այդ արդեն սկսում է Ռոբերտի փոքրիկ, բայց մի քանի տողով նկարագրվող իր 18 տարեկան կյանքը։ Ուժեղ անհատականության հատկանիշները։ Այստեղ պարոն Ափինյանը ինքը նկարագրել է, թե Ռոբերտը ինչպիսին էր շրջապատում։ Հետո այստեղ արդեն գնում ենք առաջ և դու ընտրեցիր հայրենիքը կամ ընկերները Ռոբի մասին։ Ստեղ ընկերները պատմում են Ռոբերտի մասին։ Եվ այսպես մինչև վերջ Ռոբերտի կյանքի պատմություններն են, դասղեկի, դաստիարակչուհու, իր ընկերների Ռոբերտիս պատմող հուշերն են։ Եվ վերջում Ռոբերտիս մարտական ընկերներն են, Կապանի 101 մարտական դիրքի հերոսներն են, որոնք անդավաճան մնացել են մինչև կյանքի վերջին կաթիլը, իրանք իրար չեն դավաճանել և մնացել են անդավաճան ընկերներ։ Դրա համար գրքի ետևում զետեղված է Կապանի արծիվ հերոսները, անդավաճան ընկերները, որտեղ որ պատկերված են Ռոբերտ Գևորգյանը, Գոռ Համբարձումյանը, Վահե Կարապետյանը, Հենրիկ Սաֆարյանը և Էդիկ Բարսեղյանը։ Մենք էլի հերոսներ ունեինք իմ Ռոբերտի հետ, ուղղակի այստեղ բավական տեղ չի արել, որպեսզի նկարները զետեղեինք։ Ռոբը որտեղ է եղել, երբ հարձակվել է թշնամին։ Ռոբը եղել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում ներքին հանդի 101 մարտական դիրքում։ Ռոբերտը լինելով 2.5 ամսվա զինծառայող, ինքը ընդհանրապես իրավունք չուներ գտնվելու մարտական դիրքում։
Պարզապես Ռոբերտին եւ իր նման նորակոչիկ զինընկերներին բարձրացրել են հրամանատարական անձնակազմը իբրև ինժեներական աշխատանքների եւ իրենք ետենեկե իջնելու իբրև չակերտավոր ասած իրանց բառերով հողագործական գործիքներ բարձրացնելու մարտական դիրք եւ գիշերը վերսկսել է մարտական գործողությունները եւ արդյունքում ներգրավել է իմ որդին, որը լինելով 2.5 ամսվա զինծառայող, ունենալով հրազենային եւ ոտքից եւ ողերից կոտրվածքներ, որպեսզի թշնամին իրեն գերի չվերցնի, որտեղ իրանք լինում են շրջափակման մեջ։ Ինքը գործի դնելով իր վերջին ուժերը, ինքն իր ծնոտի տակից ինքն է անմահացրել իրեն, որպեսզի թշնամին իրեն գերի չվերցնի, որովհետև մեր տղաները 2020 թվականի պատերազմից հետո իրանք հասկացան, որ գերին ինչա լինում, եւ գերին մեր կյանքում տեղ չունի։ Դրա համար ես վստահ եմ, որ իմ որդին կյանքում երբեք չէր լինի գերի, որովհետև ինքը մեզ նախապատրաստեց նոր գնաց։ Մեզ ասեց, որ մամա ջան, ես որ գերի լինեմ, ես իմ շորերը կպատրամ, ինձ կկախեմ, դու չհավատաս, որ ինձ գերի կգտնես։ Շատ ցավ է խոսել այս ամենի մասին, անկեղծ եմ ասում, շատ հուզված եմ, բառեր չեմ գտնում ասելու։ Էլի եմ ասում, շատ դժվար է հերոսածին ծնողները այս կյանքում ինտեգրվելը եւ ապրելը, որովհետեւ մարդիկ կյանքը վայելում են գունավոր գույներով, իսկ մենք եռաբլուրի սառը քարերը համբուրելով, գալիս ենք բակ իր պուրակի խաչքարերը համբուրելով, մտնում ենք տուն իր նկարը համբուրելով, ապրում ենք կարոտով, սպասումով, թեև պետք է միավորվենք իրենց։ Ընկերներ, պետք է խնդրեմ բոլորս միասին մի բան ոտքի կանգնենք։ Այո, միասին ոտքի կանգնենք, որովհետև պետք է խոնարհում հայտնել քաջ հերոսներին։ Պետք է խոնարհվել բոլոր այն հերոսների առաջ, ովքեր իրենց կյանքի դինով տվել են մեզ հայրենիք, ովքեր իրենց կյանքի դինով տվել են մեզ ապրելու իրավունք։ Բայց այս անգամ առաջարկում եմ ոչ թե մեկ րոպե լռությամբ հարգենք տղերքի հիշատակը, այլ աղոթենք։ Աղոթենք տղերքի համար։ Աղոթենք առ Աստված բոլոր սավառնող հերոսների հոգիների համար։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի համունքով, եկեսի արքայություն քո Եղիցի կամք քո, որպես երկինս երերքիս, ծրած մեր անավազոր տուր մեզ այսօր, և թող մեզ վարդիս մեր, որպես և մենք թողունք մերոնց վարդապանած, և մի տանիս մեզի թորցություն այն կրկյազ մեզի չարը։ Սիքոյ արքայություն և զորություն և պարկ հավիցյանս, ամեն։ Թող Աստված պահապան լինի բոլորիս, ուտրում եմ զբաղեցրեք ձեր բերանը։ Եվ անցնող ամիսներն ու անցնող տարին ես ամբողջովին անց եմ կացրել իմ հերոսի Ռոբերտի հետ։ Ես շատ հարցեր ունեի ինքսին եւ ուզում էի շատ բան պարզել։ Ուզում էի հասկանալ, որտեղից է ծնվում հերոսը, ինչ է նա, այդ հերոսություն կոչվածը, ովքեր են նրանք, մեր հերոսները։ Ուզում էի հասկանալ, ինչ դեր ունի ընտանիքը հերոս անհատի ձևավորման գործում։ Եվ այս մեկ տարվա ընթացքում անընդհատ շփումներով Ռոբերտի հայրիկի Արմենի հետ, մայրիկի տիկինների հետ ես շատ բան հասկացա ու շնորհակալ եմ ճակատագրին, որ այդ կարևոր հարցերը ես պարզաբանեցի իմ ջահել ընկերոջ Ռոբի հետ։ Գիրքը ավարտել եմ մարտի 20-ին եւ Գրոդենիչյան Թումանյան Բերնատուն գրական ակումբում հանդիպեցինք Ռոբերտի ծնողների հետ։ Ես ուզում էի վերջին ամփոփումը կատարել կատարած աշխատանքի։ Ու այդ ընթացքում բնականաբար էլի հուշերի գծիկը բացվեց եւ նոր բաներ։ Դուք գրքում կտեսնեք։ Գրած է մարտի 20, որից հետո գիրքը շարունակվում է։ Ու ես հասկացա մի բան։ Մեծ անհատների կյանքի պատմությունը սպառում չունի։ Եվ հետո
այս գրքից հետո, որտեղ ես ամփոփել եմ ամեն ինչ որ հիշում են հարազատները, ինչ որ հիշում է հայրը, մայրը, ընկերները, ինչ որ հիշել են, ինչ որ ասված է Ռոբերտի մասին, ինչ որ գրված է Ռոբերտի մասին, այս գրքում դրանք բոլորը տեղ են գտել։ Բայց այդ օրը մարտի 20-ին ես հասկացա, որ զրույցը պիտի շարունակվի։ Մեծ անհատների ճանապարհը, իսկ այս տղերքը մեր իսկական մեծերն են, այս ճանապարհը անվերջ է ու գրքից հետո էլ ես վստահ եմ, երբ որ իմ հարազատների հետ հանդիպեմ, Տիկին Մերիի հետ, Արմենի հետ, մյուս հարազատներից հետ, նոր բաներ եմ իմանալու ու նոր բաներ ենք պատմելու Ռոբերտի մասին։ Մի բան եմ ուզում ասել, սիրելի բարեկամներ, շատ կարևոր բան։ Ես ուզում եմ, որ ձեր սրտերում հարազատներ, որդեկորույս մայրեր, հերոսներ տված ընտանիքներ, հայրեր, ես ուզում եմ, որ ձեր սրտի մեջ իշխի ոչ թե հատուկ ու միայն թախիցը վիշտը, այլ հպարտությունը, որ ազգի հերոս եք տվել դուք։ Սա շատ կարևոր բան է, որ ուզում եմ փոխանցել ձեզ։ Հայրենաճանաչության և ազգային արմատներին հավատարիմ մնալու համար մատուռի ասում։ Դեռնուր կյանք է պետք մտնել հերոս Ռոբերտը, բայց իրեն տրված դաստիարակության և բացառիկ հայրենասիրության շնորհիվ անմահացավ։ Ապրից կարճ, բայց բովանդակալից կյանքով, վերջին մարտը մղեց ներքին հանդում։ Հպարտ եմ, ներողություն, հպարտ եմ, որ նման հայրենիների շնորհիվ ապրում ենք ու պետք է ապրենք։ Խոնարհվում եմ քո հիշատակի առաջ, հերոս, ես լինելով կին մահապարտ, երդվում եմ, որ քո արյան տրվածողը հետ ենք բերելու։ Հայաստանի Հանրապետություն, Արցախ ադրբեջանական հակամարտություն հուշամեդալով պարգևատրում է Ռոբերտ Արմենի Գևորգյանը։ Տիկին Մերի ջան։ Պարգևատրումը կատարում է Արցիվ 30 արագ մահապարտների ռազմահայրենասիրական կազմակերպության կողմից նախագահ Վարազդատ Մկրտչյան, մեդալի հեղինակ Մեսրոպ Մկրտչյան և կանանց մահապարտների խորհրդի նախագահը, ես եմ Հայկույի Հայկազի Մարգարյան, փորձավ եմ ապրում բոլոր ժողովուրդ ջան և բոլոր հերոսացին մայրերի առաջ ես խոնարհվում եմ, մենք պետք է չմոռանանք երբեք մեր անմահ հերոսներին, նրանք միշտ ներկա են, մեր սրտերում ամեն քայլափոխի և կոչ կանեի բոլոր մայրերին, բոլոր ծնողներին, իրենց երեխաներին, փոքր հասակից ներկայացնեն մեր անմահ հերոսների անուն ազգանները, որպեսզի հիշեն նրանք, մեծանան այդ ոգով։ Հայաստանի Հանրապետություն միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի կողմից պատվոգիր Արմեն Ռոբերտի Գևորգյանին հայրենիքին դաստիարակված հայրենասիր զավակ պարգևելու համար։ Եվ միաժամանակ ազատամարտիկների և մահապարտների համակարգի խորհրդի նախագահի կողմից շնորհակալագիր հերոսածին մայր Մերի Ավագյանին հայրենիքին քաջորդի հայրենասիր զավակ պարգևատրելու համար։ Եվ կարող եմ խոնարհվել ձեր առաջ նվար զավակ մենք հայրենիքին պարգևելու համար, որովհետև մենք այսօր անմահ հերոսների կյանքի արյան գնի հաշվին ենք մենք այստեղ մեր տանը և ամենուր քայլում ապրում։ Եվս մի անգամ խոնարհվում եմ ձեզ առողջ երկար տարիների կյանք, քանի որ դեռ երեխաներ ունեք մեծացնելու, նպատակներին հասցնելու։